Բարև սիրելի եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 11-րդ գլխի 23-ից 32 համարների ուսումնասիրությունը։ Այսօր արդեն կանդրադառնանք 25-ից 27 համարներում կտեսնենք Իսրայելի վերականգնման երկրորդ պատճառը։ Մինչ անդրադառնալը հատվածին, շատ կարևոր մի բան եմ ուզում ասեմ, որը մեզ կօգնի, տեսեք, ինչը կարա մեզ օգնի հասկանալու առաքյալների թղթերը եւ այդ թղթերում զարգացրած մտքերը, մանավանդ որ այդ թղթերում առաքյալը ներկայացնում Աստծո փրկության ծրագիրը եւ Իսրայելի անկում այդ փրկության ծրագրի մեջ եւ նաեւ Իսրայելի վերականգնում այդ փրկության ծրագրի մեջ եւ խոսքը ուղղում է հեթանոսներին։ Սա շատ կարևոր է, որ մենք տեսնենք նպատակը, ինչի համար առաքյալը սա անում, ինչը մեզ կօգնի, որպեսզի մենք առաքյալի միտքը հասկանանք։ Առաջի հերթին միշտ հիշեք, որ առաքյալները իրենց աստվածաբանությունը ունեն որպես հիմք 5 կտակարանը աստվածահայտնությունը եւ 5 կտակարանում է, որ Աստծո փրկության ծրագրի կարևոր հիմքն է դրված։ Այսինքն մենք տեսնում ենք Աբրահամի կանչելը, այսինքն տեսնում ենք Իսրայելի ձևավորումը եւ տեսնում ենք Իսրայելի ֆունկցիոնալ դերը մյուս ազգերի մեջ։ Այսինքն սա շատ կարևոր է, որպեսզի մենք ընկալենք, որ աստվածաբանությունը, որից մղված առաքյալները գրում են իրենց աստվածաբանական թղթերը, 5 կտակարանի վրա է հիմնված եւ 5 կտակարանի ուսումնասիրությունը մանավանդ որպես Աստծո փրկության ծրագրի բաղադրիչներ շատ մեզ կօգնի, որպեսզի հասկանանք ինչի համար է առաքյալը խոսում այս հատվածը, որովհետեւ տեսեք, այս հատվածում առաքյալը անմիջապես անդրադառնում է Աստծո անփոփոխ լինելու եւ Աստծո անփոփոխ լինելը սերտ կապված է Աստծո խոստումների հետ։ Եթե Աստված ինքը անփոփոխ է, նրա խոստումներն են անփոփոխ։ Եվ 29 ամբարում, որովհետեւ Աստծո շնորհքը եւ կոչումը զղջար չունի, ուղղակի արտահայտությունն է կամ կնիքն է այդ հասկացողության։ Որովհետեւ Աստված եւ կարդում ենք Եբրայեցիս թղթում 13-ից 8 համարում, որ Քրիստոսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Դրանք հենց այնպիսի բառեր չեն սիրելիներս։ Առավել, երբ որ մենք խոսում ենք Աստծո անփոփոխ լինելու մասին, խոսքը վերաբերվում է Աստծո խոստումների անփոփոխ լինելու եւ հաստատուն լինելու մասին։ Սա մեր փրկության գրավականն է։ Այդ սա շատ կարևոր սկզբունք է, որ առաքյալը զարգացնելու է։ Ուրեմն, որpիսի մենք հասկանանք առաքյալի զարգացած մտքերը, շատ կարևոր է, որ մենք 5 կտակարանում տեսնենք նաև փրկության ծրագիրը, ինչպես Աստված այն զարգացնում։ Որովհետև տեսեք, շատերի մոտ կա տենդենց, իրանք կարդում են նոր կտակարան եւ 5 կտակարանը ուղղակի բացում են հավատքի հերոսների կյանքը, որոշակի այդ կյանքից որոշակի կարծես թե պատմվածքներ են պատմում, բայց իրականում 5 կտակարանը մեզ տալիս է Աստծո փրկության ծրագրի հիմքը, որի վրա հիմնված է աստվածաբանությունը եւ Աստծո անփոփոխ լինելու եւ Աստծո գերիշխանության, երբ որ մենք ասում ենք Աստծո անփոփոխ լինելու մասին, խոսքը վերաբերվում է Աստծո ուխտերի եւ խոստումների հավատարմության մասին։ Մինչ կանդրադառնանք, ես կուզեմ, որպեսզի մի քիչ այս մասին խոսենք, որպեսզի գոնե այդ պաշարը մենք ունենք եւ տեսնենք ինչի վրա է հիմնված առաքյալի վստահությունը Իսրայելի վերականգնման, որպեսզի մենք նույնպես այս ընկալում ունենանք եւ ավելի հեշտ լինի ընկալել այս հատվածը։ Տեսեք, ողջ Երեմիայի մեջ, ողջ Երեմիայի 3-րդ գլուխ 20-ից 24 համարներում շատ կարևոր բան ասում Երեմիան։ Երեմիա մարգարեն գտնվում է մի վիճակի մեջ, որտեղ ինքը տեսնում է իր ժողովրդի անկումը։ Անկումը տեսնելուց առաջ տեսնում է ժողովրդի պղծությունը կամ ժողովրդի Աստծո առաջ ունեցած կարգավիճակը։ Դրանից հետո, երբ որ Երեմիայի ընկալումը տեսնեք, Երեմիան ուղղակի աղաղակում է մի բան եւ ասում է, սա Աստծո ողորմությունն էր, որ Իսրայելը ամբողջությամբ չջնջվեց երկրի վրայից։ Ուշադիր լսեք, սա Աստծո ողորմությունն էր, որ Իսրայելը չջնջվեց ամբողջությամբ։ Եվ հետևից մի կարևոր բառ ասում, եբրերեն էմունա բառը, որ նշանակում է հավատարմություն։ Եվ ասում է, Տեր, քո հավատարմությունը շատ մեծ է եւ հավիտենական է։ Քո հավատարմությունը հավիտենական է։ Սա կարևոր բառեր, հենց այնպիսի բառեր չի սիրելիս։ Եկեք անդրադառնանք այդ հատվածին եւ մենք սկսենք արդեն ուսումնասիրել 25-ից 27 համարը, որտեղ կտեսնենք Իսրայելի վերականգնման երկրորդ պատճառը, որը հանդիսանում է օծյալ փրկիչը։ Իսրայելի վերականգնման երկրորդ պատճառը դա օծյալ փրկիչն է։ Եկեք անդրադառնանք սրան հիմա։ Ողջ Երեմիա 3-րդ գլուխ 20-ից 23 համարները։ Լավ հիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։ Սրանք ես միտքս եմ բերում, ուրեմն ես հույս ունեմ։ Ինքը ինչ է հիշում Երեմիան։ Եվ ինչի վրա է հիշելուց հետո հույս ունենում։ Որտեղից դա։ Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք։ Ուշադիր նայեք, սա
Աստված ճանաչության կարևոր սկզբունքը Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք։ Խոսքը չի գնում իր արդարության, իր ազգի արդարության մասին, այլ Աստծո ողորմության։ Եվ այս ողորմությունը կապված է շատ կարևոր սկզբունքի հետ՝ էմունա, հավատարմության հետ, Աստծո անփոփոխ լինելու հետ։ Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որովհետև չպակասեցան նրա գթությունները։ Ինչի՞։ Նրանք ամեն առավոտ նորանոր են, մեծ է քո հավատարմությունը, էմունա։ Երեմիա մարգարեն այդ հիասթափված վիճակի մեջ ասում է՝ ես հույս ունեմ, որովհետև Տիրոջ ողորմության մասին ես գիտեմ, եւ նրա հավատարմությունը շատ մեծ է։ Իսրայելի վրա եւ այն ժողովրդի, ում հետ Աստված ուխտ արել, չնայած որ այդ ժողովուրդը գտնվում է անկման մեջ։ Տեսեք, ընդհանուր առմամբ, եթե մենք անդրադառնանք Եբրայեցիս թուղթն էս մասին խոսում 13-րդ համարը, երբ որ անդրադառնում է Քրիստոսի կերպարին որպես առաջնեկ, Քրիստոսի կերպարին որպես ավելի առավելություն հուդայիզմի վրա, զոհերի, քահանաների, աստվածճանաչության, ամեն ինչի վրա։ Անդրադառնում է, ասում է Հիսուս Քրիստոսը նույնն է, երեք, այսօր եւ հավիտյան, այստեղ ներկայացնում է նաեւ Քրիստոսի աստվածային տիտղոսը, որ այն նույն Աստվածն է։ Որովհետև տեսեք, կա ոչ ամբողջական ուսումնասիրություն Աստվածաշնչի, եւ հենց սա է, որ շատ հաճախ կա վարդապետություն, որտեղ ասում են 5 կտականի Աստվածը դաժան Աստված է, նոր կտականի Աստվածը սիրո Աստված է։ Սրանք բոլորը մակերեսորեն ազատական լիբերալ աստվածաբանության հետևանքներ են սերնես։ Աստված նույնն է, երեք, այսօր եւ հավիտյան, եւ եթե Աստված անփոփոխ է, նրա խոստումներն են անփոփոխ տրված Իսրայելին ուխտի շրջանակում։ Դրա համար առաքյալը կարևոր սկզբունքներ ասելու։ Կուզեմ մի փոքրիկ հատվածներ նայեք Եսայի մարգարեից։ Ես ուզում եմ, որպեսզի մեր Աստծո մասին անփոփոխներ, որտեղ շատ քիչ ենք խոսում այս մասին, Աստծո անփոփոխ լինելու այդ հատկությունը մեր մոտ ձևավորվի եւ մենք տեսնենք առաքյալը ինչի վրա է հիմնված, որ խոսում է Իսրայելի վերականգնման մասին, որն է հիմքը նրա այս սկզբունքների։ Տեսեք Եսայի 46-րդ գլխի 3-4 համարները. Ինձ լսեցեք, ով Հակոբի տուն եւ Իսրայելի տուն բոլոր մնացորդը, տեսնում եք բառը մնացորդը, որ բռնված էիք մոր արգանդից ի վեր եւ տարվում եք որովայնից հետե եւ մինչեւ ծերանալն էլ ես եմ եւ մինչեւ ալևորությունը պիտի կրեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես պիտի կրեմ եւ ես պիտի վեր առնեմ եւ ազատեմ։ Աստված խոսում է, որ ինքը կանչել է Իսրայելին եւ ինքը ստեղծել է Իսրայելը եւ ինքը կրում է Իսրայելը եւ պիտի ազատի Իսրայելը։ Տեսնում եք կարևոր փուլերը։ Սա շատ կարևոր, առավել եւս կարանք նայենք 43-րդ գլխի 13-ից 15 համարները։ 43-13-ից 15-ը։ Նաեւ վաղուց ի վեր ես նույնն եմ եւ չկա իմ ձեռքից փրկող, ես որ գործեմ, ով է որ արգիլ է։ Այսպես է ասում Տերը ձեր փրկիչը Իսրայելի Սուրբը, ձեր պատճառով ուղարկեցի Բաբիլոն եւ նրանց ամենը ցած իջեցրի իբրև փախստականներ եւ քաղդեացիներին իրենց ցնծության նավերովը։ Ես եմ Եհովան ձեր Սուրբը, Իսրայելի ստեղծողը, ձեր թագավորը։ Ես վաղուց ի վեր նույնն եմ։ Անփոփոխ լինելը Աստծո շատ կարևոր վարդապետություն է, որ մենք հասկանանք սիրես նաև Եսայի մարգարեությունը անփոփոխ լինելու կարևոր խորհուրդ է բացում 52-րդ գլխի 6-ից 12 համար եկեք նայենք։ Սրա համար պիտի գիտենա իմ ժողովուրդը իմ անունը, սրա համար այն օրը, թե ես եմ այն, որ ասում եմ, ահա ես։ Ինչ գեղեցիկ է սարերի վերայի ավետարանիչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում, բարիք ավետարանում, փրկության քարոզում, որ ասում է Սիոնին, քո Աստվածը թագավոր է։ Ահա քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարձրաձայն ցնցում, որտեղ դեմ հանդիման պիտի տեսնեն, երբ որ Տերը ետ բերե Սիոնին։ Սա մեր հատվածի հետ է կապված։ Սա վախճանաբանությունն է Իսրայելի, որ Աստված իր ողորմությունով եւ հավատարմությունով Իսրայելին պիտի վերականգնի։ Աղաղակեցեք բարձրաձայն, ցնծացեք միասին, ով Երուսաղեմի փլատակներ, որ Տերը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմին։ Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջին եւ երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստծո փրկությունը։ Հեռացեք, հեռացեք այնտեղից, դուրս եկեք, պիղծ բանի մի դիպչեք, դուրս եկեք նրա միջից, մաքուր եղեք, ով Տիրոջ սպասները կրողները, դա Իսրայելն է, քահանայությունն է, որտեվ
հապճեպով չպիտի դուրս գաք եւ փախչելով էլ չեք գնա, այլ Տերը պիտի գնա ձեր առաջից եւ ձեր թիկնապահը Իսրայելի Աստվածն է։ Եվ 13 համար ահա իմ ծառան իմաստությունով պիտի վարվի, պիտի մեծանա եւ բարձրանա եւ շատ փառավորվի։ Քրիստոսը եւ ծառան էստեղ ավելի անդրադառնում է որպես Իսրայելին։ 5 կտականում շատ հաճախ կտեսնեք որպես Աստծո որդու կերպար նկարագրված է Իսրայելը։ Կա պատկերավոր խոսք, երբ որ ավետարանիչներն են օգտագործում եւ ես իմ որդուն կանչեցի Եգիպտոսից, սա շատ կարեւոր է։ Խոսքը վերաբերվում է Իսրայելի, բայց այն խորհրդանիշն է նաեւ Քրիստոսի։ Սա շատ կարևոր է, որ 5 կտակարանի փրկության ծրագրի կարևոր հիմքերը մենք ունենք եւ նաեւ Սաղմոս 89-ը տեսեք կարևոր սկզբունք 89 Սաղմոսից։ Եզրահեցի Եթանի երգը հավիտյան կորտեմ Տիրոջ ողորմությունը, ուշադիր եղեք, այստեղ շեշտը դրված է Տիրոջ ողորմության վրա։ Ողորմությունը մի բան է, որին մենք անարժան ենք, որ Աստծո գթությունը գալիս է անարժաններին։ Հավիտյան կորտեմ Տիրոջ ողորմությունը, ազգից ազգ կպատմեմ իմ բերանով քո ճշմարտությունը, որովհետև ես ասեցի ողորմությունը հավիտյան հիմնված է, դու երկնքումը հաստատում ես քո ճշմարտությունը, ես ուխտ դրի իմ ընտրածի հետ, երթում արի իմ Դավիթ ծառայի համար, մինչև հավիտյան կհաստատեմ քո զավակը։ Եվ 30 համարից ավելի կարևոր սկզբունք եմ ուզում տեսնեք։ 30 համարից խոսում է Իսրայելի վիճակի եւ իր հավատարմության մասին։ Տեսեք ինչ կարևոր սկզբունք է կարդում։ Եթե նրա որդիքը իմ օրենքը թողեն, իսրայելացիները, եւ իմ պատվիրանքները չպահեն, ապա գավազանով կպատժեմ նրանց անօրենությունը եւ ծեծով նրանց անիրավությունը։ Ուշադիր նայեք, բայց իմ ողորմությունը չեմ կտրի նրանից եւ իմ հավատարմությունը չեմ դրժի։ Իմ ուխտը չեմ անարգի եւ իմ շրթուկներից դուրս եկածը չեմ փոխի։ Ահա այս հիմքի վրա հիմնված է աստվածաբանությունը առաքյալների եւ 5 կտակարանը մեզ ներկայացնում է Իսրայելի վաղճանաբանությունը, դրա համար առաքյալը Աստծո հոգով ներշնչված մեզ ներկայացնում է եւ մեջբերումներ անում 5 կտականից, որպեսզի ցույց տա, որ հեթանոսները իրենց իմաստուն չկարծեն եւ չպարծենան Իսրայելի դեմ։ Առաքյալը սա ասում է, որ մենք հասկանանք, որ Իսրայելը երբեք չապրեց մի այնպիսի հավիտենական անկում, որ եկեղեցին փոխարինի Իսրայելին։ Իսրայելը մնում է Իսրայել եւ Իսրայելը եւ եկեղեցին նույն ուխտի շրջանակում միացված են նույն արմատին, Աստծո խոստումներին տրված Աբրահամին, սակայն տարբեր հիմքերի վրա։ Իսրայելը վերականգնվում է Աստծո խոստումների հիմքի վրա, իսկ հեթանոսները այդ արմատի վրա տնկվում են Աստծո ողորմությունով։ Սա շատ կարևոր է, դա համար մեր հատվածում մենք կարդում ենք եւ նա սիրելի է հայրերի համար Իսրայելի մասին է, իսկ հեթանոսները ողորմությունով եկան տնկվեցին այդ արմատին կամ հաղորդ եղան աթյութին։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Ուրեմն տեսեք, եւ նաեւ նոր կտակարանն է այս մասին խոսում, Աստծո անփոփոխ լինելու եւ հավատարիմ լինելու։ 2 Տիմոթեոս 2:13-ը նայեք։ Առաքյալը անդրադառնում է եկեղեցու տարբեր կատեգորիաների, կան եկեղեցու, որոնք հավատացյալներ են, եւ կան, որոնք իրենց հավատացյալ կարծում են, եւ այստեղ անդրադառնում է, եւ եթե չհավատանք, նա հավատարիմ կմնա։ 13 համար իր անձը չի կարող ուրանալ, բայց վերևում եթե նայեք, տեսեք ինչ ասում առաքյալը, վասը որ ամեն բանի համբերում եմ ընտրվածների համար, որ նրանք էլ հասնեն այն փրկության, որ Քրիստոս Հիսուսումն է, հավիտենական փառքետ։ Ճշմարիտ է այս խոսքը, որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք։ Ովքեր են, որ հետը մահացել են, վերստին ծնվածները, որտեվ մենք տեսնում ենք Հռոմեացիս թղթում 6-րդ գլխում, չգիտեք ասում մի քանիսը, որ Քրիստոսով մկրտվեցաք, Քրիստոսի մեջ, նրա հետ մահվան հետ մկրտվեցաք եւ նրա հետ հարություն արք, ասկան վերստին նոր կյանք ունեք, նոր բնություն ունեք։ Եվ անդրադառնում է, եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կթագավորենք։ Եվ անմիջապես, որ նրա հետ հասնենք այն փրկության, որ Քրիստոսում է, ճշմարիտ է այս խոսքը, որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք, եթե համբերենք, հետն էլ կթագավորենք, եթե ուրանանք, նա էլ կուրանա մեզ։ Այստեղ ուրանալը չի նշանակում, որ հավատացյալ է նրան կուրանա։ Ուրանալ նշանակում է, եթե նրան չընդունենք, նա չի ընդունի մեզ, կուրանա մեզ։ Եվ եթե չհավատանք, այստեղ արդեն անհավատարիմ մնալն է, նա հավատարիմ կմնա։ Իր անձը չի կարող ուրանալ։ Այսինքն առաքյալը նույնիսկ նոր կտականում շեշտում է, որ Աստծո հավատարմությունը, որտեղ տեսեք հավատացյալը
ով փրկություն ունի, ինքը այնպես չի, որ մեղք չի գործում, մեղք գործում է, բայց քանի որ ունի նոր բնություն, Աստված նրան վերականգնում է, եւ այստեղ է, որ այդ վերականգնելը կապված է Աստծո հավատարմության հետ, որովհետեւ Աստված նրան փրկություն շնորհեց, նրան նոր բնություն տվեց։ Սա շատ կարևոր է եւ խոստացավ նրան փրկություն։ Հավիտենական կյանք, իմ ոչխարները ես չեմ թողի, որովհետեւ մեկը իմ ձեռքից չի տանի, իմ հայրը բոլորից մեծ է, եւ ես նրանց որ փրկում եմ, նաեւ հավիտենական կյանք կտա, վերջի օրը հարություն կտա։ Սա հիմնված է Աստծո հավատարմության վրա, սիրելիներս։ Այսինքն Աստծո հավատարմության հիմքում ընկած է Աստծո անփոփոխ լինելը, դրա համար նրա խոստումները անփոփոխ են։ Եվ սա է շեշտում Հռոմեացիս 11:29 համարը, նրա կոչումը եւ շնորհքը զղջալ չունի։ Հիմա եկեք անդրադառնանք 25-27 համարերում եւ տեսնենք երկրորդ պատճառի կարեւորությունը։ Եկեք ընթերցենք հատվածը, որովհետև չեմ կամենում եղբայր 25-27 համարերը, եւ այս հատվածի մեջ մենք կտեսնենք Իսրայելի վերականգնման երկրորդ պատճառը, որն է օծյալ փրկիչը, Մեսիան։ Խոստացված Մեսիան հանդիսանում է պատճառը Իսրայելի վերականգնման, որովհետև չեմ կամենում եղբայր, որ չգիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերում իմաստուն չլինեք, որ մի մասով Իսրայելին կուրություն եղավ, մինչև որ հեթանոսների լռությունը մտնե, եւ այսպես բոլոր Իսրայելը կապրի, ինչպես գրված է, թե Սիոնից փրկիչը կգա, եւ ամբարշտությունները դեն կգցե Հակոբիցը, եւ այս է իմ ուխտը նրանց հետ, երբ որ նրանց մեղքերը վերառը։ Ամբողջական 5 կտակարանը մենք կանադառնանք այս հատվածին, եւ այս 5 կտակարանի սկզբունքի վրա առաքելը ներկայացնում է կարևոր սկզբունք Իսրայելի վերականգնման, Սիոնից կգա փրկիչը, խոստացյալ փրկիչը, եւ շեշտում է, որ չեմ ուզում, որ դուք ձեր անձերի մեջ իմաստուն լինեք, որովհետև մտածեք, թե Իսրայելին փոխարինեց եկեղեցին, ոչ երբեք։ Եկեղեցին մնում է եկեղեցի, Քրիստոսի մարմինը որպես հարց, Իսրայելը մնում է որպես Իսրայել, Աստծո սեփական ժողովուրդ։ Եվ սա շատ կարևոր է, սա կապված է Աստծո անփոփոխ լինելու հետ։ Սերս մարդը կարա թողնի իր հավատարմությունը։ Երևի շատ ընկերներ ունեք, որ հիմա չկան։ Մարդը կարա թողնի իր հավատարմությունը, Աստված ոչ։ Աստված չի վարվում անիրավությունով եւ Աստված չունի զղջալ հասկացողությունը։ Սա շատ կարևոր է։ Մարդը կարող է խոստանալ եւ դրժել իր խոստումը, Աստված ոչ։ Աստված չի վարվում անհավատարիմ, Աստված հավատարիմ է, որովհետեւ Աստված անփոփոխ է։ Մարդը փոփոխական է։ Մարդը իր շահն է փնտրում եւ ըստ իր շահի փոխվում է։ Աստված ոչ։ Աստված ունի իր փառքը եւ իր շահը եւ ըստ իր շահի, ուշադիր լսեք, անփոփոխ է։ Մարդը փնտրելով իր փառքը, շահը փոփոխական է։ Աստված փնտրելով իր շահը եւ փառքը մնում է անփոփոխ։ Սա շատ կարևոր հատկություն է, որ մենք հասկանանք, եւ այստեղ է, որ տարբերությունն ենք տեսնում, եւ սրա հիմքի վրա է առաքյալը կառուցում այս ամենը։ Ուրեմն Աստված անփոփոխ է, այս պատճառով նրա սերը չի փոխվում։ Մարդը կարող է թողնել սերը, Աստված ոչ, Աստված հավատարիմ է։ Այն հասկացողությունը, որ Աստված անփոփոխ է, այս Աստծո անփոփոխ լինելը հանդիսանում է գրավականը, որ Աստծո խոստումները երբեք չեն փոխվի եւ մնում են ուժի մեջ։ Աստծո անփոփոխ լինելը, այս հատկությունը երեք այսօր եւ հավիտյան Աստված նույնն է, այս անփոփոխ լինելը նրա գերիշխանության հատկություններից մեկն է, նրա սուվերեն կամքի կամ արտահայտության հատկություններից մեկն է, անփոփոխ լինելը, հաստատակամ լինելը, եւ սա հանդիսանում է գրավականը, որ Աստծո խոստումները մնում են ուժի մեջ, ուղված Իսրայելին, ուղված հավատացյալին, նաեւ եկեղեցուն։ Սա շատ կարեւոր է մենք հասկանանք։ Եվ սա այն հենց սկզբունքն է, երբ որ մենք կարդում ենք, որ Իսրայելը մնում է Աբրահամի, Իսահակի, Հակոբի որպես սերունդ, այդ ուխտի ընտրյալ օղակներում, որպես շնորհքի ընտրության պես մի մնացորդ, եւ այս հատվածի մեջ նրանք սիրելի են հայրերի համար, կարդում ենք 28 համարում, ավետարանի նկատմամբ նրանք թշնամի են ձեր պատճառով, ընտրության նկատմամբ, մենք հետո նայելու ենք երրորդ պատճառը, ընտրության նկատմամբ սիրելի են հայրերի համար։ Այսինքն նրանք մնում են Աստծո օղակների մեջ, որպես ուխտի շրջանակում սիրելի, որովհետև Աստված անփոփոխ է, սիրելիներս։ Սա կարևոր է։ Նրա խոստումները տրված Իսրայելին հաստատուն են եւ անփոփոխ,
29 համարը սա է ասում, որտեղ Աստծո շնորհքը եւ կոչումը, այսինքն 28-ում ասում է, որ նրանք սիրելի են հայրերի համար, անմիջապես անդրադառնում է եւ ասում է, որովհետեւ Աստծո շնորհքը եւ կոչումը, կանչելը եւ ողորմությունը զղջար չունի։ Այսինքն սա Աստծո անփոփոխ լինելու հատկությունն է։ Տեսեք, մենք քննարկեցինք 11-րդ գլուխը, տեսանք Իսրայելի մերժման դասերը, 4 դասեր։ Հիմա արդեն մենք անդրադառնում ենք Իսրայելի վերականգնման 4 պատճառները։ Առաջի պատճառը, եթե հիշում եք, մենք տեսանք, որ հավատքի պատճառով եւ տեսանք, որ Աստված զորավոր է, որ ինչպես հեթանոսներին, անհավատ հեթանոսներին իր կարող զորությամբ շնորհեց հավատք եւ այդ հավատքով տնկեց, հաղորդ արեց արմատի հյութին, այսինքն արմատը դա Աստծո խոստումներն են տրված Աբրահամին կամ Աստծո խոստումներն են։ Եվ սա այդ փրկության խոստումները, եւ սա նաեւ նույնն է, եւ Աստված զորավոր է, որ իր ժողովրդին նաեւ հավատք տա։ Մենք սա կարդացինք մինչեւ 25 համարը, 24 համարում, որովհետեւ 23 համարում եւ նրանք էլ եթե անհավատությունում չկենան, կպատվաստվեն, որովհետեւ Աստված զորավոր է դարձյալ նրանց պատվաստելու։ Այսինքն մենք տեսանք, որ հավատքի աղբյուր ամբողջ Աստվածաշնչում չի հանդիսանում մարդու կարողություն, այլ հավատքի գլխավոր աղբյուրը, որով անձը ընդունում է Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, հավատքի աղբյուր հանդիսանում է Աստված իր շնորհքով։ Սա կարևոր հատկություն է, որ մենք տեսնենք։ Սա առաջի պատճառը, երկրորդ պատճառը Իսրայելը կվերականգնվի, որովհետեւ իր շնորհիվ կամ պատճառ հանդիսանում է օծյալ Փրկիչը։ Եվ մենք կրթեցինք 25-ից 27 համարները։ Տեսեք, 25-ից 27 համարը եկեք նորից ընթերցենք, որպեսզի առավել խորը տեսնենք սա, որովհետև չեմ կամենում եղբայրք, որ չգիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերում իմաստուն չլինեք, որ մի մասով Իսրայելին կուրություն եղավ, մինչև որ հեթանոսների լռությունը մտնե եւ այսպես բոլոր Իսրայելը կապրի, ինչպես գրված է, թե Սիոնից Փրկիչը կգա եւ ամբարշտությունները դեն կգցե Իսրայելից կամ Հակոբից է եւ այս է իմ ուխտը նրանց հետ։ Տեսեք, անդրադառնում ամենչապես ուխտին եւ այս է իմ ուխտը նրանց հետ, Հակոբի հետ, ոչ թե եկեղեցու հետ, Հակոբի հետ, երբ որ նրանց մեղքերը վեր կառնեմ։ Եվ սա է այն ուխտը, որ ես ասեցի, ես ձեր մեղքերը վեր կառնեմ։ Ես այդպես կանեմ, որ ձեզ կվերականգնեմ։ Ես ձեզ ծնեցի, ես ձեզ ստեղծեցի, ես ձեզ կրեցի, ես ձեզ կազատեմ։ Եսայի մարգարեություն մենք ընթերցեցինք։ Սա շատ կարևոր է, Աստծո անփոփոխությունը հանդիսանում է գրավականը Աստծո շնորհքի եւ կոչումի անզղջալու։ Հիմա տեսեք, ինչ ի նկատի ունի մեր հատվածում, երբ որ կարդում ենք 25 համարում, որովհետև չեմ կամենում եղբայրք, որ չգիտենաք այս խորհուրդը։ Ինչ խորհրդի մասին, այստեղ միստերիոն բառը, որ նշանակում է գաղտնիք, ծածկված կամ մի իրականություն, մի որոշում, որի մասին հայտնված չի կամ ծածկված է։ Ինչն է Իսրայելի համար ծածկված 5 կտակարանում։ Եթե դուք անդրադառնաք Դանիելի գրքին, կտեսնեք Դանիելի 9-րդ գլխում ամբողջությամբ հայտնված է Իսրայելի վախճանաբանությունը։ Նրանց տրված է 77-նյակ։ Հիշում եք, 69 յոթնյակից հետո Իսրայելը լավ գիտի, որ 69 յոթնյակից հետո ինքը կարդում է, որ Մեսիան պիտի գա եւ մահանա, չգտնվի Իսրայելի համար որպես թագավոր։ 69 յոթնյակից հետո եւ նաեւ ինչ գիտի շատ լավ Իսրայելը։ Իսրայելացին լավ գիտի վերջի յոթնյակը, որ պիտի սկսի թագավորությունը, պիտի մեղքերը քավի եւ սկսի մեսիական թագավորությունը, բայց ինչ չգիտի Իսրայելը։ Իսրայելից ծածկված է 69 յոթնյակի եւ վերջի 1 յոթնյակի միջև եղած շրջանը, որը հեթանոսներին տրված շրջանն է։ Սա է ասում առաքյալը, որովհետև չեմ կամենում եղբայրք, որ չգիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերում իմաստուն չլինեք, որ մի մասով Իսրայելին կուրություն եղավ, մինչև որ հեթանոսների լռությունը մտնե։ Մի շրջան տրվեց հեթանոսներին, եւ այդ շրջանը Իսրայելի համար կդառնա կուրություն, մինչև որ այդ հեթանոսների թիվը լրանա, նոր կսկսի վերջի յոթնյակը։ Այսինքն, երբ որ առաքյալն անդրադառնում է այս ծածկված խորհրդին եւ ասում է, չեմ ուզում, որ դուք չգիտենաք, որ ձեր անձերում իմաստուն չկարծեք ձեզ, որին ինչի մասին է խոսում։ Խոսում է Իսրայելից ծածկված հեթանոսների փրկության շրջանի մասին, եկեղեցու շրջանի մասին։ 5 կտակարանում Իսրայելացին այդ մասին չգիտի։ Դրա համար առաքյալների կյանքում, բոլոր Իսրայելի կյանքում սա բարդ սկզբունք է, չէին կարողանում համաձայնվել հեթանոսների փրկության խորհուրդը։ Տեսեք Պետրոս առաքյալին
Գործ առաքելոց 10-րդ գլխում քանի անգամ 3 անգամ հայտնություն տվեց Աստված, որպեսզի Պետրոսին ասի. Պետրոս, վեկալ կեր, ինչ որ ես մաքուր եմ համարում, դու պիղծ մի համարի։ Չէ, հեթանոսների բացված դռան մասին էր խոսքը։ Ինչի, որովհետև Իսրայելացու համար սա ծածկված էր։ Համար Պողոսն ասում է, չեմ կամենում, որ այս գաղտնիքը չիմանաք, մի բան, որ ծածկված էր Իսրայելացից։ Սա հեթանոսների շրջանը 69 յոթնյակից մինչև վերջի յոթնյակի միջև ընկած շրջանը, որի մասին հայտնված չէր 5 տականում Իսրայելի։ Սա այն շրջանն է, որ Իսրայելը մեծամասամբ կմերժի։ Տեսեք, շատ կարևոր սկզբունք է առաքյալի զարգացած մտքի մեջ կտեսնենք երկու կարևոր շնորհքի ընտրությանպես մնացորդ երկու սկզբունք։ Առաջինը առաքյալ հիշում եք վերևի հատվածում ամենասկզբից ասեց, որ միթե Աստված դեն նետեց ամբողջ Իսրայելը, ոչ, ես էլ իսրայելացի եմ։ Այսինքն ինքը առաջ է քաշում, որ եկեղեցի մտավ շնորհքի ընտրությանպես մի մնացորդ իսրայելացիներից։ Հիշում եք 3000 հոգի սկզբից ապաշխարեց, հետո 5000 հոգի իսրայելացի։ Եվ նաև առաքյալն ասում է, ես էլ եմ իսրայելացի Բենյամինի ցեղից։ Իրանք շնորհքի ընտրությանպես մի մնացորդ մտան եկեղեցի, բայց մեծամասամբ Իսրայելը եկեղեցու շրջանում մերժվեց, մասամբ նրանք կուրացան։ Առաքյալը դրա համար ասում է ժամանակավոր եւ նրանց որոշ մաս, ճիշտ է, մեծամասնություն, բայց խստացավ նրանց սիրտը։ Աստված խստացեց, կուրացան նրանք։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Ինչի հեթանոսների ժամանակահատվածի համար, որովհետեւ հեթանոսներին դուր բացվի փրկության եւ նախանձի գրգռի նաեւ Իսրայելի վերջի շրջանում։ Հիմա Այսինքն երկու կարևոր շնորհքի ընտրությանպես մնացորդ։ Առաջինը դա առաքյալներն են եւ եկեղեցու մտած իսրայելացիները, շնորհքի ընտրությանպես մի մնացորդ Աստված դեն չնետեց ամբողջ ժողովուրդը, այլ մասամբ, եւ հետո արդեն առաքյալն անդրադառնում է վերջի շրջանի մի ամբողջ սերունդ, որը հակաքրիստոսի շրջանում մեծ նեղության մեջ կընդունի Քրիստոսին եւ նույնպես կմտնի Աստծո արքայություն, կմտնի այդ ուխտի մեջ, իրանց սեփական այն ուխտի մեջ, որ Քրիստոսը կատարել էր իրենց համար։ Սա կարևոր է, տեսեք։ Սա հենց այն հատվածն է, որ առաքյալն ասում է իրական ձիթենու ճյուղերի վրա մնում են որոշ իսրայելացի մնացորդ։ Դրա համար ինքն ասում է ճյուղերից որոշ ճյուղեր, չի ասում բոլորը կտրվեց, որոշ ճյուղեր կտրվեցին։ Իհարկե որոշ ճյուղերը հանդիսանում է մեծամասնությունը Իսրայելի, այսինքն անհավատության պատճառով նրանք կուրացան, մասամբ կուրացան։ Եվ ասում է, որ ժամանակի համար, եւ ասում է, չեմ ուզում, որ դուք սա չիմանաք։ Իմացեք, որ այնպես չի, որ ամբողջ Իսրայելը վերացավ, հիմա դուք զբաղեցրեցիք Իսրայելի փոխարեն Աստծո ժողովրդի տեղը։ Ոչ, Իսրայելը մնում է Իսրայել, եկեղեցին եկեղեցի, բայց այստեղ կարևոր սկզբունք է, որ մենք հասկանանք, այսինքն նրանք նույն ուխտի վրա են, եւ հեթանոսը եւ իսրայելացին, բայց տարբեր հիմունքներով։ Իսրայելացիները հայրերի սիրո համար խոստումների պատճառով են, իսկ հեթանոսները ողորմությունով այդ արմատի վրա։ Սա կարևոր է իմանալ։ Ուրեմն սա կարևոր է առաքյալի խոսքերը, որովհետև չեմ կամենում եղբայրք, որ չգիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերում իմաստուն չլինեք։ Ինչի հետ է կապված մեր անձերի մեջ իմաստությունը, որ մենք զբաղեցրել ենք Իսրայելի տեղը եւ բոլոր խոստումները տրված Իսրայելի 5 տականը վերաբերվում է եկեղեցուն։ Ոչ երբեք։ Առաքյալն ասում է, այդպես չմտածեք, չեմ կամենում, որ այս խորհուրդը, այս ծածկվածը չիմանաք եւ այս ծածկվածի մասին այդում, որ մի մասով Իսրայելի կուրություն եղավ, մինչեւ հեթանոսների թիվը լրանա։ Մի մասով, բայց հետևից ասում է, եւ այսպես բոլոր Իսրայելը կապրի, եւ կգա Իսրայելի փրկության ժամանակը։ Չեմ կարծում, որ դուք սա չիմանաք, որ ձեր անձերի մեջ իմաստուն չլինեք, որն է իմաստության խորհուրդը, այն նպատակը, որ Իսրայելի տեղը զբաղեցրեց եկեղեցին, ոչ երբեք։ Սա շատ կարևոր է, սերներս, մեր հատվածի մեջ, որովհետեւ ստացենք, եւ մենք կանադառնանք, թե ինչպես պիտի լինի այս թագավորությունը Իսրայելի եւ կանադառնանք որոշակի հայտության գրքի կարևոր սկզբունքների։ Եվ կտեսնեք, ինչ է կատարվում նաեւ հիմա, ինչպես է զարգանում այս ամեն ինչը դեպի այդ նպատակը։ Հավանականությունը մեծ է, որ որոշակի նշաններ մենք կարանք արդեն որոշակի տեսնենք, որովհետև Հիսուսը շեշտեց, որ նշաններ երբ որ տեսնենք, հիմա ինչ է կատարվում աշխարհում։ Ամբողջ աշխարհը պատերազմի մեջ է, ամբողջ աշխարհը լարված է եւ պատերազմները արդեն բորբոքվում են, նույնիսկ արդեն խոսում են երրորդ համաշխարհայինի մասին։ Ինչի է սա, որտեղ Քրիստոսի երկրորդ գալուստը եւ նրա գալուստից առաջ կապված կարևոր սկզբունքներ կա կապված Իսրայելի հետ։ Սա պիտի մենք հիմա տեսնենք, որովհետև երբ որ հակա Քրիստոսը կգա, կդադարեցնի բոլոր պատերազմները այն սկզբունքով, որ ժողովուրդը պիտի ասի խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ վերջը պիտի գա։ Այն ժամանակ Իսրայելի դուռն է բացվելու։ Հիմա տեսեք կարևոր սկզբունք։ Ուրեմն այս մեր հատվածում կարևոր դեռ մենք 25 համարն ենք նայում, դու կանադառնանք 26-27-ին,
որովհետև չեմ կամենում եղբայրք, որ չգիտենաք այս ծածկվածը, այս խորհուրդը, որ ձեր անձերում իմաստուն չլինեք, որ մի մասով Իսրայելին կուրություն եղավ, մինչև որ հեթանոսների թիվը մտնե։ Եվ տեսեք, հիմա կոնկրետ մենք տեսնում ենք, որ մի մասով Իսրայելին կուրություն ա եղել։ Եվ նոր կտակարանում առաքյալն անդրադառնում է սրան, իր թղթերի մեջ էլ է նույն ինքը խոսում, ասում է եւ երբ որ իսրայելացիները, որոնք անհավատության մեջ են, իմիջիալոց եկեք հիշենք, Իսրայելը ինչի է կոչում առաքյալը անհավատ, այդ հավատացյալ ժողովրդին ինչի է կոչում անհավատ, որովհետև նրանք մերժում են Քրիստոսին։ Առաքյալի աստվածաբանության մեջ անհավատ նշանակում է Քրիստոսին չընդունող։ Սա չի նշանակում, որ ինքը այդ անձը Աստծուն չի հավատում, հավատում է, բայց Քրիստոսի կերպարի մեջ մերժում է Աստծուն։ Այսինքն Քրիստոսին մերժելով մերժում է նաև Հորը, իրական Աստծուն եւ նրա արքայությունը։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ երկրորդ Կորինթացի թղթի 3-րդ գլխի 13-ից 14 համարում առաքյալը անդրադառնում է նրանց անհավատության եւ նույն սկզբունքի մեջ խոսում է նրանց կուրության մասին։ Եվ կուրությունը ավելի պատկերավոր անելով ասում է նրանց վրա 5 կտակարանը երբ որ կարդում են մի ծածկոց հանգած։ Եվ 5 կտակարանում ինչի մասին են կարդում։ Մեսիայի, խոստացված Քրիստոսի եւ Քրիստոսին մերժեցին կուրության պատճառով։ Եկեք անդրադառնանք այս հատվածին։ Տեսեք, եւ ոչ թե ինչպես Մովսեսի երեսի վրա քողեր գցում, 2 Կորինթացիս 3:13-ից եմ կարդում, որ Իսրայելի որդիքը չնայեն խափանվելիք բաների վաղճանին, բայց նրանց միտքը կուրացավ իսրայելացիների, որ մինչև այս օրվա օրը այն քողը մնում է 5 կտակարանի կարդացմունքի վրա վերջառնված։ Բայց նրանց միտքը կուրացավ մինչև այսօրը առաքյալի շրջանում, քանի որ մերժել էր Իսրայելը Քրիստոսին, մինչև այդ շրջանը, ասում է, մինչև այսօր նրանք կուրացած են եւ ինչպես է նկարագրում։ Ասում է, հիշում եք, որ Մովսեսը քող էր գցում, որ իր փառքը Աստծո փառքը եւ որտեղ վախենում էին մարդիկ։ Քող էր գցում, ասում է, մինչև հիմա Իսրայելի վրա այդպիսի քող է գցված։ Նրանք չեն տեսնում Քրիստոսի փառքը ավետարանի մեջ։ Մերժեցին ավետարանի համար նրանք թշնամի դառան ձեզ։ Բայց ահոր հայրերի խոստումի համար նրանք սիրված են Աստծուց։ Ուշադիր եք, բայց նրանց միտքը կուրացավ, որ մինչև այս օրվա օրը այն քողը մնում է 5 կտակարանի կարդացմունքի վրա, այսինքն 5 կտակարանի մեջ չեն տեսնում Քրիստոսին, իրական Քրիստոսի կերպարը։ Դա համար մերժեցին, ասին դու սուտ Մեսիա ես, դու չես Մեսիա։ Մինչև այսօր սպասում են թազա Քրիստոսի իրան, նոր Քրիստոսի, որովհետև Քրիստոսով խափավում է, ինչը Քրիստոսով վեր է առնվում այդ քողը։ Եթե Քրիստոսը չվերցնի, մարդը չի կարող ինքը այդ քողը իր վրայից վերցնի։ Այն մահացած է, կուրացած է։ Ուշադիր եք, եւ այլևս մինչև այսօր, երբ որ Մովսեսին կարդում են, մի քող ընկած է նրանց սրտերի վրա, բայց երբ որ դեպի Տերը կդառնան, ուշադիր եք, այն քողը վեր կառնվի։ Երբ որ դեպի Տերը կդառնան, այն քողը վեր կառնվի։ Ուշադիր եք, ինչպես է քողը վեր առնվելու։ Որովհետև Տերն է հոգին, որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ է ազատություն։ Եթե Տերը իր հոգով նրանց այցելություն չանի, այդ քողը չի վերցվի։ Եվ երբ որ Տիրոջը կդառնան, այդ քողը կվերցվի։ Իսկ ինչպես պիտի Տիրոջը դառնան, երբ որ Տիրոջ հոգին նրանց կայցելի։ Ես իմ հոգին կդնեմ ձեր մեջ, նոր սիրտ կտամ ձեզ, եւ այպես կանեմ, որ իմ օրենքներում վարվեք։ Սա նոր ուխտի շրջան, այսինքն այս շրջանը, որ Իսրայելը կվերականգնվի օծյալ փրկչի կողմից։ Սա կարևոր է, սիրելիներս։ Ուրեմն այս պատճառով Պողոսն ասում է, որ նրանց կուրությունը ոչ ամբողջական է, այլ մասամբ եւ ժամանակավոր։ Եվ ասում է, չեմ ուզում, որ դուք սա չիմանաք։ Սա արվեց Աստծո փրկության ծրագրի մեջ, որ դուք փրկություն ժառանգեք հեթանոսներ։ Այսինքն Իսրայելին մի մասով կուրություն եղավ, մինչև հեթանոսների թիվը կամ ժամանակը լրանա։ Եվ այսպես բոլոր Իսրայելը կապրի 26 համարում։ Հարց. ինչի շնորհիվ, երբ որ բոլոր Իսրայելը կապրի, ինչի շնորհիվ։ Սա կհաստատվի Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստի արդյունքում։ 26-ը նայեք, տեսեք ինչ է ասում համարը, ուշադիր նայեք։ Որովհետև Սիոնից փրկիչը կգա եւ ամբարշտությունը դեն կգցե Հակոբիցը։ Եվ այսպես բոլոր Իսրայելը կապրի, ասում է, ինչպես գրված է, ինչպես Աստված խոստացել է, իսկ ինչ է խոստացել, որ Սիոնից փրկիչը կգա, Սիոնից կգա փրկիչը եւ ամբարշտությունը դեն կգցե Հակոբից, Իսրայելից։ Հիմա այստեղ ամբարշտություն բառը պղծություն բառն է, սերներս։ Մենք այս մասին խոսել ենք նախորդ ձայնագրության մեջ։ Հիմա նրանք այդ պղծված շրջանի մեջ են։ Շատ վատ վիճակ է Երուսաղեմը բարոյական արժեքներով հիմա նույնիսկ։ Դեն կգցե պղծությունը Իսրայելից։ Աստված, ինչ է կարծում, մենք հեթանոսներս
մենք որոշեցինք եւ հավատացինք, ոչ, ինքը դեն նետեց մեզանից բխտությունը, մեր ամբարշտությունը մեզ հավատ պարգևելով տնկեց այդ արմատի վրա, շնորհքի դրությամբ մնացորդին, ում ինքը ընտրել էր աշխարհը ստեղծվելուց առաջ, նույն Իսրայելին է ինքը ընտրել, այդ մնացորդն ընտրել աշխարհը ստեղծվելուց առաջ, եւ ինքը հավատարիմ է, որտեղ ինքը անփոփոխ է, դրա համար իր խոստումներն են անփոփոխ տրված Իսրայելին, դրա համար առաքյալը շեշտում է, որ այո, ասում է, հիմա նրանք թշնամի են, հեթանոսների, նրանք թշնամի են ձեր պատճառով, բայց հայրերի սիրո համար սիրելի են Աստծուն։ Այսինքն նրանք նույնպես մենք եւ Իսրայելը, եկեղեցին եւ Իսրայելը տնկվում են նույն արմատին, բայց տարբեր հիմքերով։ Սա կարևոր է հիշեք։ Նրանք խոստումների շնորհիվ Աստծո տված, մենք Աստծո ողորմության շնորհիվ տնկվում ենք նույն արմատի վրա։ Եվ այսպես եկեք անդրադառնանք արդեն թե ինչ կլինի Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ եւ ինչպես պիտի այդ փրկությունը կատարվի, որ սա տեսնենք մի քիչ։ Այս հատվածում առաքյալը Եսայի 59:20 համ առաջ բերում Իսրայելը, երբ որ առաքյալն անդրադառնում է եւ ասում է ինչպես գրված է Սիոնից փրկիչ կգա եւ ամբարշտությունը դեն կգցի Հակոբից։ Սա կարևոր է։ Հիմա որոշ ժամանակից ինչպես սա կլինի, ինչպես կլինի Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ կամ երկրորդ գալուստից առաջ։ Քրիստոսի երկրորդ գալուստից որոշակի ժամանակ առաջ որոշ միացյալ երկրներ, որոնք մի ժամանակ համարվում էին հռոմեական կայսրությունը, սա Դանիելի 4-րդ գազանն ասել է, որի մասին մենք կարդում ենք։ Այս գազանը հանդիսանում է երկրագնդի վրա վերջի կայսրությունը։ Այս տեսեք, որպեսզի ավելի հասկանալի լինի մեզ։ Այն երկրները, արևմուտքի երկրները, որոնք մի ժամանակ իրենց կոալիցիայով, իրենց միությունով հանդիսանում էին, կամ կարելի ասել իրենց հռոմեական կայսրության աշխարհական լինելու, գրաված լինելու պատճառով հանդիսանում էին հռոմեական կայսրություն, որոշակի շրջանում այս երկրների վրա կգա իշխանություն Աստծո կողմից։ Այս 10 երկրները եւ երբ որ մենք անդրադառնում ենք Դանիելի գրքում 4-րդ գազանին, տեսնում ենք դրա գլխի 10 եղջյուրները։ Սա շատ կարևոր է, մի քիչ հետո մենք անդրադառնանք սրան եւ այս շրջանում հայտության գիրքը խոսում է, որ այս գազանը կարծես մահացած էր, սա հռոմեական կայսրությունն է, որը կարծես թե վերացավ եւ տեսնում ենք ինքը կենդանացավ եւ բոլորը զարմանում են նրա վրա։ Եվ եթե հիշում եք նաև Դանիելի գրքում մենք ընթերցում ենք արձանը, որը նույնպես աշխարհականներն են, 4 պետություններն են կամ 4 կայսրություններն են երկրի վրա, երկրագնդի վրա։ Եվ մենք տեսնում ենք, որ վերջի ոտքերի մասը կավը եւ մետաղը իրար հետ են եւ իրանք կարծես իրար հետ եւ սա է, որ այս պետությունները դեռ չեն կարողանում իրար հետ ձուլվեն Եվրոպան։ Սա ավելի արևմուտքի շրջան է եւ սա հռոմեական կայսրությունն է, որը վերականգնվում է, բայց ճիշտ հասկանալա պետք է, այստեղ խոսքը չի վերաբերվում Հռոմին, այլ վերաբերվում այդ կայսրության խորհրդին։ Սա այն թագավորությունն է, որ օգտագործելու է հակաքրիստոսը։ Մի քիչ ավելի, որպեսզի ավելի հասկանալի, եկեք անդրադառնանք հայտության 13-րդ գլխին, տեսեք։ Եվ տեսա ծովից մի գազան դուրս գալիս, ծովը միշտ ժողովուրդներն է խորհրդանշում, այստեղ սիմվոլիկա է, որտեղ հայտության գիրքը մարգարեական ոճով է, մարգարեական ոճի մեջ որպես կերպարային խոսք օգտագործված է սիմվոլիկան, եւ ծովը այստեղ ժողովուրդներ են։ Կարակ նայեք ինքը հենց առաքյալն ասում է ինչա ծովը, ինչա մյուսը։ Եվ տեսա ծովից մի գազան դուրս գալիս, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր եւ նրա եղջյուրների վրա 10 թակ եւ նրա գլուխների վրա հայհոյության անուն։ Եվ այն գազանը, որ տեսա, ինձու նման էր եւ նրա ոտերը արջի ոտերի նման եւ նրա բերանի առուծի բերանի նման եւ վիշապը տվավ նրան իր զորությունը եւ իր աթոռը եւ մեծ իշխանություն։ Եվ տեսա նրա գլուխներից մեկը մեռնելու չափ խոցված եւ նրա մահի վերքը ողջացավ եւ բոլոր երկիրը զարմացավ այն գազանի ետևից։ Եթե ուշադիր եք, արդեն երկրորդ համարում շեշտում է այն գազանը ինձու նման էր, Հովազի նման էր, դա հունական թագավորությունն է։ Այսինքն, եթե ուշադիր տեսնեք, կտեսնեք այդ 4 աշխարհակալների իշխանությունը կամ թագավորության սկզբունքները ամբողջանում են հակաքրիստոսի այդ ժողովրդի այդ վերջի կայսրության մեջ։ Բոլոր, այսինքն ինքը ամեն մեկից մի տան ունի իր մեջ եւ պարսիկների մարելու թագավորությունից եւ հունական թագավորությունից, Բաբելոնի թագավորությունից եւ նաեւ ինքը ամբողջացնում է հռոմեական կայսրության թագավորությունը ավելի նորովի, որը նույն աշխարհակալն է, վերջի աշխարհակալը, որը կստեղծվի Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ,
որի վրա թագավոր կլինի Հակաքրիստոսը, որը կօգտագործի, եւ այդ շրջանում է, որ Իսրայելին դուռը բացվելու փրկության, մեծ նեղություն ալինելու Հակաքրիստոսի կողմից Իսրայելին, որտեղ մյուս ազգերը ընդունելու են Հակաքրիստոսին, իսկ Իսրայելը մերժելու է։ Սա շատ կարևոր է, որ մենք տեսնենք, սա վերջին յոթնյակի մասին է խոսքը։ Ուրեմն Քրիստոսի գալուստից առաջ տեսնում ենք, որ կվերականգնվի այս կայսրությունը, այսինքն այն ազգերը, որոնք մի ժամանակ հանդիսանում էին հռոմեական կայսրություն, մենք տեսնում ենք, որ նրանց իշխանություն տիրվի։ Մի խոսքով կգա այդ ժամանակը, եւ եկեք ավելի մանր ես հիմա բաներ ասեմ, որպեսզի ավելի պարզ լինի։ Տեսեք, այն երկրները, որոնք մի ժամանակ հանդիսանում են հռոմեական կայսրությունը, նրանք կմիավորվեն եւ նրանց կմիավորի Քրիստոսը, որոշակի Հակաքրիստոսը, որոշակի առումով, տեսեք, բայց շատ կարևոր է տեսնենք, որ նրանց իշխանություն պիտի տրվի։ Եվ հետաքրքիր է, որ այդ իշխանությունը նրանք, այդ երկրները, այդ իշխանությունը շատ կարճ ժամանակով իշխանություն տրվի եւ այդ իշխանությունը պիտի հանձնեն Հակաքրիստոսի ձեռքը եւ ասեն՝ արա ինչ որ դու ուզում ես, քանի որ դու երկրի վրա բերեցիր խաղաղությունը եւ ապահովությունը, ուրեմն դու տես ինչ պիտի արվի։ Եվ այստեղ կարևոր արգելքը, որ Հակաքրիստոսին չի ընդունելու որպես Աստված, որտեղ Հակաքրիստոսը փորձելու է ամեն ինչը նույնացնի, որպեսզի տարաձայնություններ չլինի, ոչ կրոնական, ոչ մի բան, որպեսզի պատերազմների չլինի, այսինքն ժողովուրդը պիտի պաշտի իրան որպես Աստված, ստեղծիչ, եւ սա է, որ Իսրայելը հակառակվելու է սրան։ Տեսեք, Հայտնության 17-րդ գլխի 12 համարում կարդանք այս, որ իշխանությունը ժամանակով տալու է նրա ձեռքը։ Եվ այն 10 եղջյուրը, որ տեսար, 10 թագավորներն են։ Դուք տեսնում եք արդեն ինչ, երբ որ վերևում կարդում ենք 10 եղջյուրներ, պետք չի մենք մեզանից եզրակացնենք այդ եղջյուրներին, արդեն իսկ մարգարեական թուղթը ինքը արդեն բացատրում է, որտեվ հարցնում է Հովհաննեսը, սա ինչ է, եւ հրեշտակը բացատրում է, սա է։ Եվ այն 10 եղջյուրը, որ տեսար, 10 թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն առել, այլ թագավորի պես իշխանություն են անում մեկ ժամում այն գազանի հետ։ Սրանք մեկ կամք ունեն եւ իրեն զորությունը եւ իշխանությունը կտան գազանին։ Իսկ եւ սրանք պատերազմ կանեն գարի հետ եւ գարը կհաղթե նրանց, որովհետեւ տերերի տերն է եւ թագավորների թագավոր։ Եվ նրանք, որ նրա հետ չեն կոչված, ընտրված եւ հավատարիմ են։ Ես չեմ ուզում ամբողջությամբ կարդամ, ես ուղղակի մասամբ ցույց տամ ձեզ, ինչպես պիտի լինի Իսրայելի վերականգնում, ինչպես պիտի Սիոնից փրկիչը գա եւ նրանց ամբողջությունը դեն նետի։ Սա կկատարվի, երբ որ Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ կձևավորվի այդ շրջանը, թագավորությունները, որոնք իրենց իշխանությունը մեկ ժամով կտան այդ գազանին, այսինքն Հակաքրիստոսին, եւ Հակաքրիստոսը կանի այն ինչ որ ուզում է, ինքը պիտի փոխի օրենքներ, կարգեր, այսինքն սա պիտի լինի այդ վերջի շրջանը, մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը, Քրիստոսը պիտի գա եւ հաղթի Հակաքրիստոսը եւ սկսի արդեն հազարամյա եկեղեցին փառավորյալ մարմիններով։ Հիմա նայենք, տեսեք, շատ կարեւոր բան նաեւ։ Ինչպես ես ասացի, Հակաքրիստոսի գալուստը պիտի լինի նշաններով, եւ նշաններից մեկը նա պիտի լինի, որ ինքը պիտի խաղաղություն հաստատի երկրի վրա։ Երբ որ մենք ասում ենք երկրի վրա խաղաղություն, սա նշանակում է երկիրը պիտի բորբոքված լինի պատերազմներով։ Դա համար ես շեշտեցի, ինչ է հիմա մենք տեսնում ենք։ Ինչ հիմա մենք տեսնում ենք, որ երկիրը գնում է դեպի պատերազմ, այսինքն երկրները բորբոքվել, ամեն մեկը իր սուվերենությունն առաջ քաշում։ Ամեն մեկը խոսում է, որ երկրի վրա չկա որևէ մի կարգ, բոլոր կարգ ու կանոնները խախտված են, ամեն երկիր ինքն է փորձում իր ապահովությունը հաստատի։ Սրանք մենք հիմա տեսնում ենք, որ երկրի վիճակը անտանելի է խաղաղության բացակայության պատճառով։ Հզորը ինչ ուզում անում է, եւ սա կարեւոր է, որ պիտի ձևավորվի աշխարհի մի դրույթ, որտեղ Հակաքրիստոսը պիտի գա եւ այդ նշաններից մեկը պիտի լինի խաղաղություն հաստատելը։ Այս մասին մենք կարդում ենք Առաջին Թեսաղոնիկեցիս 5:3-ում, եկեք անդրադառնանք սրան։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:2 համարից, որտեղ դուք ինքներդ հաստատ գիտեք, թե Տիրոջ օրը ինչպես գիշերվա գող այնպես կհասնե, վասնզի երբ որ կասեն, թե խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց վրա կորուստը, ինչպես ցավը հղիի վրա, եւ նրանք չեն պրծնի։ Աշխարհի ժողովուրդը, երկրի վրա բնակվողները, որտեղ այդ շրջանում մենք տեսնում ենք, որ հրեշտակն ասում է՝ վայ երկրի վրա բնակվողներին, որտեղ եկեղեցին վերցված է, վայ երկրի վրա բնակվողներին, որտեղ թափվում է Աստծո բարկությունը Հակաքրիստոսի շրջանում, եւ ժողովուրդը մարդկությունը պայքարում է այդ ամեն ինչի դեմ, եւ
Եվ այստեղ կարդում ենք, որտեղ վերջի հատվածում ասում է, վասնզի երբ որ կասեն թե խաղաղություն եւ ապահովություն է, այսինքն երբ որ կհաստատվի այդ ամեն ինչը խաղաղություն հակա Քրիստոսի կողմից, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց վրա կորուստը, Քրիստոսի գալուստը կլինի։ Սա կարևոր է եւ նաեւ մենք տեսնում ենք Մատթեոս 24:38-ում ասում այն ժամանակ կուտեն եւ կխմեն կամ ուստանան, եկեք անդրադառնանք նաեւ սրան։ Մատթեոս 24:38, որտեղ ինչպես որ էին ջրեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին, խմում էին, կին էին առնում եւ մարդ էին գնում մինչեւ այն օրը, որ Նոյը մտավ տապան։ Եվ չգիտացին մինչեւ որ ջրեղեղը եկավ եւ ամենքը վերարավ, այնպես կլինի մարդի որդու գալուստը։ Ուտում էին, խմում էին, սա ցույց է տալի, որ կյանքը պիտի բորբոքվի, ավելի խաղաղություն է, ապահովություն է, մարդը պիտի անաստվածության առումով իրեն ապահով զգա, առանց Աստծո, եւ այն ժամանակ կգա կորուստը։ Սա այդ հակաքրիստոսի վերջի շրջանը, հակաքրիստոսը շատ պայմանագրեր պիտի կնքի, շատ երկրների հետ, նաեւ Իսրայելի հետ, եւ այդ ժամանակը, որ Երուսաղեմում կվերականգնվի նաեւ տաճարը։ Տեսեք, մենք հիմա չգիտենք, միգուցե հիմա մենք տեսնում ենք Իսրայելը պատերազմի շրջանում է, եւ Իսրայելը փորձում է ամբողջ Գազան ազատի, Պաղեստինը վերցնի, եւ միգուցե, ես չգիտեմ, մենք ուղղակի ես պարզապես ասում, ես չգիտեմ, կամ արաբները կհավաքվեն կզարկեն Իսրայելին, կամ Իսրայելը կկարողանա վերցնել նաեւ այդ տարածքը, որտեղ այսօրվա տաճարի տարածքը դեռ գտնվում է արաբական շրջանում։ Միգուցե եթե վերցնի մի քանի ամիսի խնդիր է, որ տաճարը վերականգնի, եւ տաճարը վերականգնվելը դա կարա լինի նաեւ հակաքրիստոսի շրջան, երբ որ հակաքրիստոսը պայմանագրեր կկապի նաեւ Իսրայելի հետ, եւ միգուցե այդ շրջանը կտա Իսրայելին, կվերականգնվի տաճարը եւ կվերականգնվեն 5 տակարանի զոհերը, եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հակաքրիստոսի գալուստով տաճարը պիտի պատրաստ լինի։ Ինչի, որտեղ 5 տակարանում արդեն իսկ Դանիելն ասում է, որ այն պիտի մտնի տաճարը եւ պիտի պղծի տաճարը։ Պիտի զոհաբերություն կատարի եւ իրեն պիտի նստի եւ տաճարում իրեն Աստված հռչակի։ Եվ մենք գիտենք, որ եթե ինքը պիտի մտնի տաճար, գիտենք, որ քահանաները իսրայելացի հակառակվելու են նրա համար զոհմատուցանեն որպես Աստված։ Եվ այստեղ է, որ ինքը սկսելու է հալածել Իսրայելը եւ այն աստիճանի, որ որոշելու է ամբողջ Իսրայելը երկրագնդի երեսից ջնջի։ Դրա համար Հիսուս Քրիստոսը 24-րդ գլխում Մատթեոսի շեշտում է, որ այդպիսի նեղություն Իսրայելի համար երբեք չի եղել, եւ եթե չկարճանար այդ օրերը, որովհետեւ մարմին չէր մնա, այսինքն կջնջեր ամբողջ Իսրայելը հակաքրիստոսը։ Եկեք անդրադառնանք նաեւ այդ հատվածին։ Տեսեք, ես կընթերցեմ Մատթեոս 24:18-ից եւ ով որ հանդումն է թող ետ չդառնա իր հանդերձը վերանալու։ Միջատուցում տեսնեք, որ սա Հրեաստանի հետ է կապված, մի քիչ վերևից կարտամ, որ տեսնեք Հրեաստանի հետ է կապված։ Տեսեք։ Այն ժամանակ 16 համարը նայեք։ Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, ինչի, որտեղ հակաքրիստոսի իրագործունեությունը ծավալելու է, սպանդը սկսելու է Իսրայելից։ Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող փախչեն սարերը։ Այդ սարեր հասկացողությունը իրանց անապատն է, կատակոմբաներն են, այնտեղ ծածկվելու են։ Եվ մենք գիտենք, որ նաև հայտության գրքում կարդում ենք, որ արծիվի թևերով նրանց տարվեց այդ 144,000-ը եւ պահվեցին նրանք։ Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող փախչեն սարերը, ով որ կտուրի վրա է լինի, թող վար չգա մի բան վեր առնելու իր տանիցը, եւ ով որ հանդումն է, թող ետ չդառնա իր հանդերձները վեր առնելու։ Բայց վայ այն օրերը հղիերին եւ տիս տվողներին, եւ աղոտ կարեք, որ ձեր փախչելը ձմեռը չլինի, ոչ էլ շաբաթ օրը եւ անմիջապես, որովհետեւ այն ժամանակ մեծ նեղություն կլինի, որ նմանը աշխարհի սկզբից մինչև հիմա չեղավ եւ ոչ էլ երբեք կլինի։ Այն ժամանակ, եթե մեկն ասեց եւ տեսեք, եւ եթե այն օրերը չկարճացվեին, ոչ մի մարմին չէր փրկվի 22 ամառը, բայց ընտրվածների համար այն օրերը կկարճացվեն։ Նորից ինչ բառ տեսակ։ Ընտրվածների համար այն օրերը կկարճացվեն։ Եվ այստեղ ընտրվածները լինելու են Իսրայելի շնորհքի դրությամբ մնացորդ, այդ սերունդը պիտի փրկվի, որը կմերժի հակաքրիստոսին եւ այդ ժամանակ ինքը կաղաղակի դեպի Քրիստոս, որին խոցեց։ Այս ամենը արդեն մի խորհրդանշական փուլ անցել է որպես սիմվոլիկա։ Մենք տեսնում ենք 5 տականի շրջանը, մենք տեսնում ենք հռոմեական կայսրությունը, տեսնում ենք կայսերները, որոնք իրենց արդեն իսկ հռչակում էին աստվածներ, եւ այս նույնը վերականգնվելու է հակաքրիստոսի կողմից։ Իրեն հռչակելու է Աստված եւ գիտենք, որ կա հակաքրիստոսի կողքին նաեւ սուտ մարգարեն, որը նշաններ անելու է, այն աստիճանի նշաններ, որ նույնիսկ ընտրվածներին, եթե կարելի լիներ, թե Աստված թույլ տար, ընտրվածներ կմոլորվեին։
Եվ այստեղ է, որ Աստված իր շնորհքով եւ ողորմությամբ այդ օծությունով է պահում, այսինքն ճշմարտության իմացությունով պահում է նրանց, որտեղ մեզ համար, այսինքն Աստծո խոսքը իմացողի համար այն հեքիաթ չի, այն արդեն իսկ ճշմարտության իմացությունն է, որը զսպելու է, որ այն հավատա նրան, այսինքն ինքը տեսնելու է եւ իրականում ընդունելու է Քրիստոսին, այդ շրջանում մերժելու է հակաքրիստոսին եւ սուտ մարգարեին, իսկ մնացածները ընդունելու են սուտ մարգարեի նշանները, որտեղ նրանք չհավատացին, չսիրեցին ճշմարտությունը, Աստված էլ նրանց մոլորության հոգի է տալու, որ հավատան։ Եկեք նաեւ սա նայենք Թեսաղոնիկեից թղթում ասում սա։ Տեսեք, երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլխի, մեկը չխաբե ձեզ ոչ մի կերպով, որովհետեւ նա չի գա, եթե առաջ չգա ապստամբությունը եւ հայտնի աներունության մարդը կորուստի որդին Քրիստոսի երկրորդ գալուստի չի լի միջև սա չգա այս հակառակորդը որը գորոզացած է այն ամենի վրա որ Աստված կամ Աստծո պաշտոնյա է անվանված մինչև որ նա Աստծո տաճարի մեջ իբրև Աստված նստի եւ իր անձը ցույց տա թե Աստված է չեք հիշում քանի որ ձեզ մոտ է այս բաներն ասում էի ձեզ Եվ հիմա գիտենք, այլ որ խափանում է, որ նա իր ժամանակին հայտնվի, դա եկեղեցին է, որը դեռ թույլ չի տալի, որ նա գա։ Եկեղեցին կվերցվի, հակա Քրիստոսի շրջանը կգա սերներս։ Եվ երկրի վրա կթափվի արդեն Աստծո բարկությունները եւ արհավիկները նաեւ տիեզերքից, որտեղ կարդում ենք վայ երկրի վրա բնակվողներին։ Որովհետեւ անօրինության խորհուրդը արդեն զորանում է, արդեն սկսել անօրինության խորհուրդը։ Միայն թե մինչեւ որ մեջտեղից վեր առնվի այժմյան խափանողը եկեղեցին։ Ուշադիր եք, որտեղ եւ այն ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տերը կսատկացնե իր բերանի հոգով եւ կխափանե իր գալստյան հայտնությունով, որի գալուստը սատանայի ներգործությունից է ամեն զորությունով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով եւ անիրավության ամեն խաբեություններով կորուսյալների մեջ փոխանակ նրան, որ ճշմարտության սերը չընդունեցին կամ ավետարանը, որ ապրեն, եւ նրա համար Աստված մոլորության ներգործություն կուղարկե նրանց, որ հավատան ստության, որ դատապարտվեն ամենը, որ չհավատացին ճշմարտությանը, բայց հավանեցին անօրենությանը։ Իսկ մենք պարտենք ամեն ժամանակ Աստվածանից շնորհակալ լինել ձեզ համար Տերից սիրված եղբայր, որ Աստված սկզբից ընտրեց ձեզ փրկության համար, հոգու, սրբության եւ ճշմարտության հավատքի մեջ։ Ընտրեց ձեզ Դրա համար դուք չեք հավատալու սրան։ Բայց սա խոսքը եկեղեցուն է վերաբերում, առաքյալը իհարկե չգիտի թե դա որ ժամանակում է, այլ առաքյալը ուղղակի խոսում է որ այսպես պիտի լինի վերջի շրջանում, բայց առաքյալը չգիտի վերջի շրջանը որ թվին է լինելու։ Ինքը ուղղակի ասում է ամբողջական որպես փուլեր։ Հիմա սիրելիներս ինչ ենք մենք տեսնում եւ սա է որ կատարվելու է եւ Մատթեոս 24-21-ը եկեք նայեք տեսեք Ընդհանրապես Մատթեոս ավետարանը միշտ ավելի խորհրդանիշ է, որ այն ուղղված է հրեա ժողովրդին, դրա համար այստեղ ողջանաբանությունը հրեաների այդ մասին Մատթեոսը անդրադառնում է։ Եվ այստեղ կարդում ենք 21-ը, որտեղ այն ժամանակ մեծ նեղություն որ ժամանակ, երբ որ հակա Քրիստոսը կմտնի տաճար եւ կփախցի տաճարը։ Այն ժամանակ մեծ նեղություն կլինի, դա վերջի 7-յակի, այսինքն այդ վերջի 7-յակը, որ հрьяաների համար 70 տարի, 7 տարին է, դրա մեջտեղում 3.5 տարվա մեջ, որտեղ այն ժամանակ մեծ նեղություն կլինի, որ նման աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղած եւ ոչ էլ երբեք կլինի։ Եվ այստեղ է, որ տեսնում ենք, որ այնպիսի նեղություն պիտի լինի հայ ժողովրդի համար, որ Ադոլֆ Հիտլերի կատարած այդ նեղությունը սպանդ է Իսրայելի կամ հոլոկոստ, որ ասում ենք, դա ուղղակի ծաղիկները համեմատած այս որ պիտի անի հակաքրիստոսը ինչի հակաքրիստոսը պիտի որոշի ի վերջո որտեղ տեսնում է Իսրայելի ապստամբությունը իր հանդեպ մյուս ազգերը ընդունելու են նրան եւ հրճակելու են նրան որպես Աստված կրոնները բոլոր կրոնները կոմպրոմիս են գնալու միայն Իսրայելը որ սպասում է իրական խոստումին եւ պիտի բացվի Աստծո նրանց աչքերը այն ժամանակ մերժելու են հակաքրիստոսին եւ հակաքրիստոսը իր թագավորության կարևորագույն արգելք իր իշխանությամբ տեսնելու է իսրայելացիներին եւ ինքը վերացնելու է որոշելու է Իսրայելը ամբողջությամբ իր երկրի երեսից ջնջի Հիշում եք Ադոլֆ Հիտլերը նույնպես իսրայելացիներին ջնջում էր այ հակա Քրիստոսի կերպարում սա ամբողջական է լինելու Իսրայելացին պիտի ջնջվի նրա որոշումն է լինելու սրա համար ասում այսպիսի նեղություն երկրի վրա չի եղել Իսրայելի համար բայց այդ նեղության մեջ է որ Իսրայելը դառնալու է Քրիստոսին
Ինչ հետաքրքիր Աստծո փրկության ծրագիր, եթե ուշադիր անդրադառնում ենք, եւ արդեն 24-րդ գլխի Մատթեոս 25-ում Հիսուս Քրիստոսն անդրադառնում ասում, այն ժամանակ ա որ շատերը կփախչեն եւ որոշ հեթանոսներ, որոնք Քրիստոսին իրական կընդունեն, հակաքրիստոսին չեն ընդունի, կծածկեն, կպահեն իսրայելացիներին։ Եվ այստեղ ա որ ինքն ասում է 25-րդ գլխի 31-35 համարերում Մատթեոսի ասում է, այն ժամանակ ինձ կասեք, Տեր, ինչ երբ քեզ տեսանք, ասում այս փոքրից մեկին արեցիք, ինձ արեցիք, ասեն ամեն մեկը ով իսրայելացու կպահեր, իսրայելացուն կծածկեր, նա Աստծո համար դա կաներ։ Եկեք անդրադառնանք նաեւ այս հատվածին։ Մատթեոս 25:31-ից Եվ երբ որ մարդի որդին իր փառքով կգա եւ ամեն սուրբ հրեշտակները նրա հետ այն ժամանակ կնստի իր փառած աթոռի վրա եւ ամեն ազգերը ժողովի նրա առաջին եւ նա նրանց կբաժանե իրենցից ինչպես հովիվը բաժանում է ոչխարի լայծերից եւ ոչխարներն իր աջ կողմից կանգնեցին իսկ այծերը ձախ կողմին Այն ժամանակ թագավորը կասե իր աջ կողմին եկեք ով իմ հոր օրհնվածներ ժառանգեցեք աշխարհի ձեր համար պատրաստած թագավորությունը որովհետեւ Սովեցի եւ դուք տվիք ինձ ուտելու, ծարավեցի եւ խմեցրիք ինձ, օտար էի եւ ինձ ձեզ մոտ առաք, մերկ էի, հագցրիք, ինձ հիվանդ էի, ինձ այցելեցիք, բանտի մեջ էի, ինձ մոտ եկաք, այն ժամանակ կարդարանան արդարները կպատասխանեն նրան եւ կասեն Տեր երբ տեսանք քեզ սոված եւ կերակրեցինք կամ ծարավ եւ խմեցինք երբ որ տեսանք քեզ օտար եւ մեզ մոտ առանք կամ մերկ եւ հագցրինք երբ որ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ եւ եկանք քեզ մոտ թագավորն էլ պատասխանի կասենաց ճշմարիտ ասում ձեզ որտեվ այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք ինձ արիք այս իմ փոքր եղբայրներից սա հրեական մենտալիտետն է այս փոքր հրեաներից մեկին արեցիք ինձ արեցիք։ Սա այս շրջանն է, որովհետեւ 24-ից 25-րդ գլուխ արդեն խոսում է նաև այդ շրջանի մասին եւ արդեն տեսնում ենք Քրիստոսի թագավորության սկզբունքը։ Դրա համար 26 համարում մենք կարդում ենք բոլոր Իսրայելը կփրկվի, երբ որ Սիոնից փրկիչը կգա։ Ուրեմն մեր հատվածը շատ կարևոր է, երկրորդ պատճառը հանդիսանում է օծյալ փրկիչը։ Ինչպես Իսրայելը կվերականգնվի պատճառը, Իսրայելը կվերականգնվի, որովհետև օծյալ փրկիչը պիտի գա։ Այսինքն պատճառը օծյալ փրկչի շնորհիվ։ Սա կարևոր է, որովհետև չեմ կամենում եղբայր որ չգիտենաք այս խորհուրդը, ծածկվածը, որ ձեր անձերում իմաստուն չլինեք, որ մի մասով Իսրայելին կուրություն եղավ, Իսրայելի որոշ մաս կուրություն եղավ, մինչև որ եւ ժամանակով մինչև հեթանոսների թիվը լրանա։ Եվ այսպես բոլոր Իսրայելը կապրի։ Այսինքն բոլոր Իսրայելը կապրի, մի կարծեք, որ Աստված դեն է տեց իր ժողովուրդը, ինչպես գրված է, թե Սիոնից փրկիչը կգա եւ ամբարշտությունը դեն կգցե Հակոբիցը, եւ սա շատ կարեւոր է, եւ ուշադիր եք, եւ այս իմ ուխտը նրանց հետ, երբ որ նրանց մեղքերը վեր կառեն, եւ մենք անդրադառնանք Եզեկիել մարգարեության, որտեղ Եզեկիելի մեջ եւ Երեմիան ասում է, ես Եզեկիելն ասում է, ջուր կսրսկեմ ձեր վրա եւ դուք մաքուր կլինեք։ Երեմիան ասում է, եւ ամբարշտությունը ձեզանից կվերցնեմ եւ կներեմ ձեր մեղքերը։ Սա այդ շրջանն է, որ ամբարշտությունը դեն կգցե Իսրայելի։ Սա Աստված անում է իր ողորմությունով, իր շնորհքով, իր խոստումը կատարելով, քանի որ Աստված անփոփոխ է։ Աստծո կոչումը եւ շնորհքը զղջալ չունի։ Տեսեք, ավելի կարևոր բան Այս շրջանում եկեղեցին վերցված է եւ 7 տարի երկնքում եկեղեցին կատարվում է Քրիստոսի ացյալը, եկեղեցին իր պսակներն աստալված է եւ արդեն երբ որ Քրիստոսը գալիս է եւ պիտի պատերազմի հակաքրիստոսի հետ, գալիս է եկեղեցիով, փառավորյալ մարմնով, իր զորքով, բեզդեր հակած, իր արդարությունով հակած եւ այստեղ է որ կործանում է հակաքրիստոսին եւ արդեն դուռը բացվում, այսինքն Իսրայելին, այսինքն այս Իսրայելը, որ այդ մեծ նեղության մեջ Տիրոջը ընդունել է, այսինքն նրանց ովքեր մահացել են, հարություն են առնում եւ եկեղեցու այդ փառավորյալ մարմիններով 1000 տարի թագավոր, բայց նրանցից շատերը, որոնք չեն մահացել, բայց ընդունել են Քրիստոսին, դեռ ապականացու մարմիններով են, բայց վերստին ծնված հոգով, բայց նրանցից ծնվելու են մարդիկ, երեխաներ, որովհետեւ նրանք նույնպես պիտի նոր ապաշխարեն, բայց ծնվելու են մարդիկ, որոնք նույն մեղավոր բնությունով են ապրելու են այդ երանության մեջ, քանի որ սատանան կապված է 1000 տարի, չեն ապստամբելու, բայց երբ որ սատանան արձակվի, այդ մեղավոր բնությունով, որ նրանք ծնվել են, որքանով էլ ապրում են Քրիստոսի թագավորության շրջանում երանության տարիներին, այդ ժամանակի միջալոց երիտասարդը 100 տարեկան է մահանել, որտեղ որոշակի անեստներ երկրի վրայից վերցվելու են։ Այսինքն որոշ օգտություն անլինելու երկրի վրա Աստված այն ինչ որ երկրի վրա օգտում էր խոստացել էր Իսրայելին այդ բոլոր խոստումները կատարվելու են Իսրայելի տրված հազարամյա այդ որտեղ այն մեսիական թագավորությունն է կոչված եւ այդ ժամանակ երբ որ սատանան կարձակվի 1000 տարի հետո շատ հեշտ հավաքելու է ծովի ավազի չափ մարդկանց եւ բերելու է նորից ապստամբելու
Քրիստոսի եւ փառավորյալ մարմնով եկեղեցու եւ Իսրայելի վրա։ Բայց այստեղ է որ Աստծուց կրակը իջնում եւ ամբողջ պատիժը կատարում եւ սկսում արդեն հավիտենական արքայությունը։ Ուրեմն որպեսզի սա մեզ համար հասկանալի լինի, սերներս, մենք տեսնում ենք, որ երկրորդ պատճառ հանդիսանում է Մեսիայի գալուստը, այսինքն որովհետեւ առաջի պատճառը հավատքը, որը Աստծուց կստանա Իսրայելը, երկրորդ պատճառ Սիոնից կգա փրկիչը եւ դեն կնետի ամբարշտությունը Հակոբիցը։ Ուրեմն ինչ տեսակ, առաքյալը խոսում է Իսրայելի մերժվածության մասին եւ շեշտում է, որ այդ մերժվածությունը ժամանակավոր է։ Մերժում է, որ այդ ժամանակը տրված է հեթանոսներին եւ մերժում է նաեւ, որ գալիս է ապագա ժամանակը Իսրայելի ընդունելության եւ դա կկատարվի Աստծո խոստումը կատարելու համար։ Ես կուզեմ մի փոքր ընթերցեմ Եզեկիել 36:25, որովհետեւ սա տեսնենք 24 համարից եւ ձեզ պիտի առնեմ ազգերի միջից եւ ժողվեմ ձեզ ամեն երկրներից եւ ձեզ բերեմ ձեր հողը Իսրայելը եւ ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ եւ մաքուր պիտի լինեք ձեր բոլոր պղծություններից, որտեղ առաքյալը օգտագործում էր պղծություն բառը եւ որ ասում է հիմա ամբարշտությունը, այստեղ պղծություն բառը, հիմա Իսրայելը այդ պղծության մեջ է, ձեր վրա պղծություն, ձեզ բոլոր պղծություններից ու ձեր բոլոր կուրքերից պիտի մաքրեմ ձեզ եւ ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դեմ ձեր միջումը եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղեն սիրտը եւ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Հիմա նրանց մեջ քարեղեն սիրտն է, հիմա նրանք պղծության մեջ են, հիմա նրանք մասամբ կուրացած են, քողը գծված նրանց վրա, այդ քողը պիտի վերցվի, Տերը գա, Տերով պիտի այդ քողը վերցվի։ Եվ այստեղ է, որ որտեղ հոգին է, այնտեղ ազատություն է, որտեղ Տերն է հոգին, այնտեղ է ազատությունը։ Ուրեմն, այսպես երկրորդ պատճառ Իսրայելի վերականգնման դա Մեսիայի շնորհիվ է։ Սիրելի բարեկամ, ուշադիր եղի, հավատում ես դու Քրիստոսին հիմա, որովհետև խոսքը գնում է Իսրայելի մասին, բայց շատ կարևոր է այս շրջանում նաև քո փրկչին ընդունելը։ Հիսուս Քրիստոսին, այսինքն ուշադիր նայեք, ամեն մեկս պետք է հասկանանք, սա Աստծո փրկության ծրագիրն է, եւ այդ փրկության ծրագրի մեջ նախասահմանված միջոցներ կա փրկության։ Մենք չենք կարող որոշենք փրկության միջոցը, բարի գործերը, կրոնական արարողակարգը, դա երբեք մարդուն չի փրկում։ Փրկությունը Հիսուս Քրիստոսով է։ Ընդունում ես հիմա դու Հիսուս Քրիստոսին, որտեղ կյանքի Տեր եւ Փրկիչ։ Այս սա ամենակարևորն է։ Իսրայելը ապագայում ընդունելու է։ Հիմա քո ժամանակն է, որպես եկեղեցի ընդունի Հիսուսին Տեր ու Փրկիչ։ Սա ամենակարևորն է փրկության համար։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար եւ կանադառնանք երրորդ արդեն պատճառին Իսրայելի վերականգնման, Իսրայելի վերականգնման պատճառը Տերը կընդունի Իսրայելին կամ Աստված կընդունի Իսրայելին ընտրության շնորհիվ կանադառնանք շատ կարևոր սկզբունքի։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։